Արդեն 20 օր կալանավորված Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն այսօր էլ բողոքի ակցիա էին անում Իրանի դեսպանատան առջև, դիվանագիտական գերատեսչությանը կոչ անելով օգտագործել գործիքակազմը արդարության հասնելու համար։ Ըստ իրավապահների, Բարգավաճ Հայաստանի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից։ Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք Բարգավաճ Հայաստանի առաջնորդին եւ դա ապացուցող պարտավորագրեր կան։ Իրավական բեսպրեդելը, որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Մեր համար անընդունելի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների, վստահաբար կարող եմ ասել երկու խարդախների, երկու խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Ընտրություններից հետո հարուցված գործով Ծառուկյանին առաջադրվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման մեղադրանք։ Իրանցիներն առերեսվել են հայաստանցի մեծահարուստ գործարարի հետ ու քննիչների առջև էլ պնդել, որ Ծառուկյանը հափշտակել է իրենց կարողությունը։ Մենք ուզում ենք հավատալ, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը դեսպանի գլխավորությամբ հետամուտ է լինելու այս գործընթացի բացահայտմանը, օգտագործելու է բոլոր հնարավոր իրավական եւ դիվանագիտական գործիքները պարոն Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված բացարձակ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու։ Նամակը փոխանցեցին առանց տեսախցիկների։ Իրանի դեսպանն օրերս հրաժարվել էր գնահատականներ տալ գործին, բայց հաստատել էր, որ իր երկրի քաղաքացիների եւ Ծառուկյանի միջև միջնորդ է եղել։ Նրանք մեզ վստահեցրեցին, որ իրենք էլ ուշով հետևում են այս գործընթացներին եւ նրանք էլ ակնկալում են արդար հանգուցալուծում գործընթացի։ Մինչ այդ սակայն իրավապահները նոր մեղադրանք առաջադրեցին Գագիկ Ծառուկյանին, որին ունեզրկելու ու բանտ ուղարկելու սպառնալիքներ վարչապետը հնչեցնում էր քարոզ արշավից սկսած։ Նախորդին հայտնի դարձավ, որ Բարգավաճ Հայաստանի ղեկավարը մեղադրվում է նաև հարկերից խուսափելու համար։ Մի հոդված, որով գործ էր բացվել ընտրություններից 2 օր անց, արգելվել էր Ծառուկյանին հեռանալ Հայաստանից, ապա դատախազությունը դադարեցրել էր իր իսկ նախաձեռնած հետապնդումը։ Այս անգամ մեղադրանքն առնչվում է գործարարի գինու կոնյակի գործարանին։ Ավելի զավեշտալի դեպք է, որովհետև կարծում եմ բոլորին արդեն հայտնի է, որ պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, եթե չեմ սխալվում, երբ որ ընտրվել ազգային ժողովի падգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման ու այդ բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն առհասարակ չէր կարող ունենալ։ Ինքը Ծառուկյանն այսօր հերթական ուղերձն է հրապարակել մեկուսարանից կրկին ձեռնպահ մնալով իշխանություններին հասցեական ու խիստ քննադատելուց։ Փոխարենը Բարգավաճ Հայաստանի ղեկավարը նորից խոսել է երկրի զարգացման խոչընդոտների բոլորի ներուժն օգտագործելու մասին։ Վստահ եմ, որ արդարությունը վերականգնվելու է, ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից գրել է 70-ամյա Ծառուկյանը, դիմելով պարապուրդի մատնված իր հազարավոր աշխատակիցներին, որոնք իրավապահների կողմից փակված դռներից այս կողմ սպասում են ստուգումների ավարտին։ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը խորհրդարանից դուրս մնաց հաշված ձայների տարբերությամբ, արդյունքները չեղարկած 2 տեղամասերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն չնշանակեց։ Արդյունքում քաղաքացիական պայմանագրի մանդատները որոշիչ մեծամասնության հասան։